Ու հիմա մենք ունենք աշխատավարձերի տեսանկյունից եթե նայենք եկամուտների ծայրահեղ բևեռացում։ Այսինքն մեր մոտ մոտավորապես այդ աշխատողների մոտ կեսը ստանում է 200,000 դրամ մաքուր, մոտ 150,000 դրամ աշխատավարձ։ Հենց այս թիվը տեղից է գալիս։ Այսինքն երբ որ մենք ունենք մոտավորապես 350-400,000 աշխատողներ, որոնք ստանում են ամսական 150,000 դրամից ցածր աշխատավարձ, եթե դա շատ հաճախ լինում է, որ ընտանիքում մեկ աշխատող է, այսինքն եթե բաժանում ես արդեն 4 անձի մասով, դա դառնում է մոտ 37,500 եւ դա դառնում է աղքատության շեմից ներքև, այսինքն 150,000 դրամը մեկ ընտանիքի համար չի բավարարում աղքատությունը հաղթահարելու։ Ում կան մարդիկ, ասենք մոտ այդ 7-800,000-ի մեջ 10-20,000 հոգի, ովքեր ստանում են բավականին բարձր, ասենք 5 միլիոնից բարձր աշխատավարձ։ Ու արդյունքում մեր մոտ ձևավորվում է, որ Հայաստանում միջին աշխատավարձը 300,000 է։ Այսինքն, երբ որ մենք նայում ենք ուղղակի այդպես վիճակագրական թվեր, այ Հայաստանում միջին աշխատավարձը այսքան է, ասենք Վրաստանում էլ է մոտավորապես այսքան, տեսեք ինչի եք բողոքում կամ հասել ենք ինչ որ արևելյան Եվրոպայի որոշ երկրներին եւ այլն ինչ որ ցուցանիշներ։ Այստեղ միայն այդ մեծ թվերը նայելով մենք չենք ունենում իրական պատկերը։ Պետք է փորձես բաժանել, հասկանալ այդ կառուցվածքի մեջ, որովհետեւ չպետք է նայես միջինը մարդիկ ոնց են ապրում։ Չէ, այսինքն չի նշանակում դե ասես դե լավ 30% աղքատություն կա, 30% միջին կենսամակարդակ կա, մի 40%-ը լավ են ապրում, դե միջին ասված լավ ապրող երկիր ենք, չէ։ Այսինքն մեր խնդիրը պետք է լինի ցանկացած սեգմենտի աղքատության հաղթարումը։ Եթե այսօր Հայաստանում 20%-ից ավել աղքատություն կա, որը մոտավորապես 650,000 մարդ է անում, այդ ահռելի զանգված է։ Այսինքն կառավարության տնտեսական քաղաքականությունը, առավելևս բյուջետային քաղաքականությունը պետք է լինի ավելի շատ ուղղված աղքատներին, այսինքն ավելի շատ դու պետք է հատկացում անես այն հատվածներին, որտեղ որ մարդիկ դրա կարիքը ունեն եւ ոչ թե միջինացված բաշխես։